Արևի երկիր փոքրիկ արևների մանուկների տոնը նորից գույներով ու ուրախ մեղեդիներով էլեցրել Պոնչիկ-Մոնչիկ մանկական սրճարանը։ Ավանդույթն այս սրճարանում անխախտ է, իսկ հյուրընկալ հարկի տակ նրանց մշտական բարեկամներն են։ Ֆրիդյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի կենտրոնի սաները ու կրկին երկու պար մանկական խաղեր մուլտհերոսների ու ծաղրացուների հետ զվարճակ, որին սպասում են ամեն տարի։ Նախ ուզում եմ աշխարհի բոլոր երեխաներին Պոնչիկ-Մոնչիկ ՍՊ-ի տնօրինության եւ ազնագազմի կողմից շնորհավորել հունիսի 1-ը, ցանկանալով նրանց անհոգ մանկություն։ Իսկ Պոնչիկ-Մոնչիկը շարունակելով իր ավանդույթը, ինչպես եւ անցյալ 5 տարիների ընթացքում, փորձեց երեխաների տոնը հունիսի 1-ը դարձնել ավելի գեղեցիկ եւ պայծառ իր հերոսների օգնությամբ։ Ինձ թվում է, այս հաճույքը, որ երեխաները ամեն անգամ այստեղ գալիս ստանում են, այդ մեծակուն հաճույք է նաև մեզ համար բոլորիս, Պոնչիկ-Մոնչիկ տնօրինության կողմից, որովհետև այն աչքերի աշխուժությունը, ուրախությունը, զվարճանքը, որ իրենք ստանում են հերոսների հետ շփման, այս աշխուժ տրամադրությունը ավելին արժեք։ Թարեգին սիրում եմ, որովհետև մենք կուկա մեզի կենտրոն մեզի ամեն ինչ տերը ու մենք ստեղից շատ գոհենք, որ իր այդ մենք պարենք ու խենանք։ Մանկական սրճարան է, երեխաների համար շատ լավ է, մանկական մթնոլորտ, մանկական հիաշտություն, մանկական սնունդ, շատ հաճելի է, մերսի, իրան, մեր քիթին։ Կարկանտակների տարբեր տեսակներ, քաղցր պոնչիկներ, մրգային ու շոկոլադային մոնչիկներ, պաղպաղակ ու հյութեր։ Սա ընդամենը տնօրինության կազմակերպած հյուրասիրության մի մասն է։ Մշտական հյուրերի նախասիրությունները սրճարանի աշխատակիցները բոլորը գիտեն, բայց եւ ավանդական մատուցվող կերակրացանկին ամեն անգամ ավելացնում են նորերը։ Շատ ուրախանում ենք, շատ համեղ բաներ ենք ուտում, շատ շնորհակալ ենք։ Շատ լավ է, էլի որ բանը մեր նկատմամբ անտարբեր չեն մարդիկ, բարերարները։ Եթե ես գալիս եմ այստեղ, շատ ուրախ եմ Պոնչիկ-Մոնչիկի տնօրինից, որ նա մեզ միշտ հրավիրում է այստեղ։ Ես անգամ եմ նրան առողջություն։ Բարձր տրամադրություն է տալիս իրենց տալիս է երջանկություն, ուրախություն։ Իրենք զգում են իրենց պաշտպանված, զգում են, որ գտնվում են ուշադրության կենտրոնում։ Եվ միշտ ես ասել եմ խոսքիս մեջ, որ մենք հյուրեր շատ ենք ընդունում մեր շենքում, բայց երբ որ երեխային են հրավիրում դուրս, ինք ավելի իրեն վստահ է զգում։ Մուլտհերոսների երկու պարից հետ չեն մնում նաև երեխաները։ Հայկական նազանքով պարը հենց Ֆրիդյոֆ Նանսենի անվան խնամքի կենտրոնի սաներն են սովորեցնում ծաղրացուին, ում համար շատ դժվար էր հայկական երգի հնչյունների ներքո այդքան շորորալ։ Անհամբեր սպասում ենք հունիսի 1-ին, գիտենք, որ արդեն մեզ հյուրընկալելու են երեխաները եւ նույնիսկ իրենց գնալուց հետո ամբողջ օրը այդ տրամադրությունով մենք անցկացնում ենք մեր օրը։ Ամեն անգամ փորձում ենք նոր ծրագրերով, մենք ունենք շատ բազմազան հերոսների տեսականի, հեքիաթային հերոսներ, որոնք ունենք պարեր, աշխուժ ծրագրեր, խաղեր, որոնցով զբաղեցնում են երեխաներին։ Ու ամեն անգամ փորձում ենք ինչ-որ նորություն մտնենք, որպեսզի հետաքրքիր լինի իրենց։ Երեխաների բարի ու հավատարիմ բարեկամ Պոնչիկ-Մոնչիկի տնօրեն Գուրգեն Մինասյանի հյուրասիրությունը երեխաների համար արդեն դարձել է օրինակ։ Ու շատերն են նշում, որ երբ մեծանան, իրենք են օգնելու անպաշտպան երեխաներին։ Երբ որ մենք երեխաների հետ զրույց ենք անցկացնում, շատ-շատերը իրենցից ասում են, որ մեծացա ես կդառնամ բժիշկ կամ կդառնամ ինչ-որ մեկ ուրիշ մասնագիտություն են նշում ու ասում են, մենք էլ պետք է լինենք բարերար, մենք էլ պետք է լինենք բարեգործ ու հաճախենք նման հաստատություններ, որ ինչպես մեզ են ուրախացնում, նաև մենք ուրախացնենք։ Եթե ես շատ փող ունենամ, ես երեխաներին կօգնեմ, որ նրանք միշտ ուրախ լինեն, առողջ լինեն, միշտ երջանիկ։ Հունիս 1-յան տոնակատարություն, որ դարձավ պատմություն ու գունեղ լուսանկար երեխաների ժպիտներով, պայծառ մուլտհերոսներով ու հարազատ դարձած բարեկամի ընկերակցությամբ։ Անահիտ Հարությունյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։